NATO Secretary General Rutte said lately Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մտադիր է կիրակի օրը երկրի նախարարների կաբինետին ներկայացնել բանաձև Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, հայտնել է The Times of Israel պարբերականը, հղում անելով իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Այս նախաձեռնությունը, որն անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի դիվանագիտական դժգոհությանը, նոր փուլ է Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ, որը երկար ժամանակ խուսափում այդ հարցի պաշտոնական ճանաչումից դիվանագիտական զգայունության պատճառով։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ մեղադրելու համատեքստում ստիպել է Իսրայելին վերանայել իր դիրքորոշումը։ Իսրայելի ԱԳՆ-ի կողմից առաջարկին կից ներկայացված բացատրական տեքստում շեշտվում է, որ չնայած պատմական հիմնավորված ապացույցներին, հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ Թուրքիայի կողմից կազմակերպված ժխտման եւ պատմության մանիպուլյացիայի առարկա։ Այս բարոյական պարտավորության շրջանակում կառավարությունը առաջարկում է ոչ միայն պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, այլև դատապարտել պատմական ճշմարտությունը, խեղաթյուրելու բոլոր փորձերը։ Ինչպես գիտեք արդեն Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը IPC մեդիայի հետ զրույցում ասել է, որ ավերիչ երկրաշարժից հետո հայ համայնքում զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն բազմաթիվ հայեր նյութական վնասներ են կրել։ Բարեբախտաբար հայ զոհ չունենք, սակայն շատ հայեր նաև ունեն նյութական վնասներ, թե իրենց գործադեղիներեն, թե իրենց դուներեն ներս։ Այս բանի դրությամբ արտակարգ իրավիճակ արդեն իսկ հայտարարված է երկրի կառավարության պատասխանատու մարմիններուն կողմէ եւ մենք բոլորս հալ կհետևենք իրենց ցուցմունքներում։ Վենեսուելայի հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի։ Տեղական իշխանությունները հայտնել են նաև 1520 վիրավորի եւ 157 անհետ կորած քաղաքացու մասին։ Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսության տվյալներով բնական աղետից տուժել են նաև 2 հայ ընտանիք։ Հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում կան վիրավորներ, իսկ մի քանի հայորդի դեռևս համարվում է անհետ կորած։ Ավերածությունների ահռելի ծավալը լուրջ հարցեր է առաջացնում հատկապես նորակառույց շենքերի որակի եւ դիմացկունության վերաբերյալ։ Շինարարության ընթացքում ըստ ամենայնի անտեսվել են սեյսմակայունության նորմերը, դառնալով բազմաթիվ կառույցների հանկարծակի փլուզման հիմնական պատճառ։ Այժմ բնակիչները փլատակների մոտ շարունակում են իրենց հարազատների որոնումները։ ԱՄՆ-ն $150 միլիոն կհատկացնի Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման համար, դրանց թվում $50 միլիոն տեղերում աշխատող հումանիտար խմբերին եւ $100 միլիոն ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Գերատեսչությունը նաեւ Վենեսուելայի է ուղարկում աղետների արձագանքման թիմ, որի կազմում ներառված են մարդկանց որոնողափրկարարական աշխատանքներում մասնագիտացված 2 ջոկատներ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեծյոտնյակի գագաթնաժողովից հետո ամփոփել է ուկրաինական հակամարտության ներկա փուլը։ Նա պնդել է, թե Ուկրաինան մարտի դաշտում այժմ ամուր դիրքեր ունի, իսկ Ռուսաստանի հաղթանակը բացառված է։ Ըստ կանցլերի, եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի միջև Կիևին աջակցելու հարցում լիակատար միասնություն է պահպանվում։ Չնայած ռազմական առավելության մասին հավաստիացումներին, Մերցն այժմ շեշտում է բանակցային գործընթաց սկսելու հրատապությունը։ Գերմանիայի առաջնորդը Մոսկվային կոչ է արել սառեցնել առաջնագիծը եւ դադարեցնել արյունահեղությունը։ Հակամարտությունը սառեցնելու այս առաջարկը նկատելիորեն տարբերվում է նախկինում հնչող առավել վճռական դիրքորոշումներից։ Նման հռետորաբանությունը կարող է վկայել երկարատև պատերազմից հոգնածության եւ քաղաքական ելքեր փնտրելու գործնական փորձերի մասին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական հարձակումների պատճառով զոհվել է 4230 մարդ, ևս 12179 բնակիչ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Իսրայելական զորքերը շարունակում են բռնազավթված պահել Լիբանանի հարավային շրջանները, վերջին ներխուժման ժամանակ առաջանալով երկրի խորքն ավելի քան 10 կիլոմետրով։ Այս տարածքների մի մասը իսրայելական վերահսկողության տակ է գտնվում տասնամյակներ շարունակ, իսկ մնացած հատվածները գրավել են վերջին տարիների պատերազմների ընթացքում։ Ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, փորձելով դադարեցնել ռազմական գործողությունները մի քանի ճակատներում։ Փաստաթղթի հիմնական նպատակը Լիբանանում եւ տարածաշրջանում տևական խաղաղության համաձայնագրի հասնելն է։
Սիրիական բանակը եւ Ահմեդ Ալ-Շարայի զինյալ խմբավորումները խոշոր ուժեր ու ծանր տեխնիկա են կենտրոնացրել Լիբանանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Ռազմական ակտիվությունը ներառում է արևմտյան շրջանները։ Զուգահեռաբար Սիրիական հրամանատարությունը Հալեպի արևելյան հատվածներից սկսել է ծանր սպառազինության վերաբաշխումը սահմանային նոր կետերում։ Այս զինտեխնիկան այժմ տեղակայվում է Հոմս նահանգի սահմանամերձ գոտում եւ բարձունքներում։ Փորձագիտական շրջանակները կասկածով են վերաբերվում այս գործողություններին, դրանք դիտարկելով որպես սահմանը հապճեպ փակելու կամ հնարավոր նոր լարվածության նախապատրաստվելու փորձ։ Դամասկոսն առայժմ չի պարզաբանել նման լայնածավալ ու անսպասելի վերախմբավորումների բուն նպատակը։ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Պարսից ծոցի երկրների արտգործնախարարները հանդիպել են Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերի ընդունած համատեղ հայտարարությունը խիստ նախապայմաններ է սահմանում Իրանի հետ տնտեսական հետագա հարաբերությունների համար։ Թեհրանի հետ առևտրային եւ ներդրումային ցանկացած գործարք ուղղակիորեն պայմանավորվել է Վաշինգտոնի հետ կնքված նոր համաձայնագրի անշեղ կատարմամբ։ Տարածաշրջանի պետությունները հարատև խաղաղության միակ գրավական են համարում իրանական հրթիռային սպառնալիքի եւ հովանավորյալ զինված խմբավորումների վերջնական չեզոքացումը։